Մինչ բոլորը խոսում են հիբրիդային արևային համակարգերի և սեփական էլեկտրաէներգիա ունենալու մասին, Volta-ն արդեն վաղուց տեղադրել և գործարկում է այս համակարգերը։ Ընդ որում ոչ միայն զրոյացնելով էլեկտրաէներգիայի և հոսանքի ծախսը, այլ նաև ապահովելով ամբողջ տան ջեռուցման, ինչու՞ չէ նաև էլեկտրական մեքենայի ծախսերը։ Եկեք հաճախորդի հետ միասին հասկանանք, ինչպես են աշխատում հիբրիդային արևային համակարգերը։ Հիբրիդային կայանները անփոխարինելի են, ունեն 3 սնուցման աղբյուր։ Սնուցման աղբյուր հանրային ցանցից, արևից եւ բնականաբար կուտակիչներից, կամ ժողովրդական լեզվով ասած ակումուլյատորներից։ Եթե նույնիսկ դուք համարենք, որ դրել եք հիբրիդային կայան եւ չունեք տարածքում հոսանք, չկա հանրային ցանցը չկա։ Դա շատ հասարակ կարելի է լուծել ակումուլյատորների եւ արևային կայանի տեսքով։ Այսինքն պատկերացրեք, որ մի տեղ, որտեղ որ դուք մի քանի միլիոն ծախսելու եք, որ հոսանք ունենաք, կարող եք դրա 10-րդ մասով կամ 1/3 մասով դնել հիբրիդային կայան, միացնել իրան կուտակիչներ եւ վերջ։ Հիմա վիզուալ կարող ենք նայել, շատ հասարակ մուտքը անջատում ենք, ձայնից հետո հոսանքը դառնում է 0։ Հիմա այստեղ դառնալու է 0, նախքան այդ ունենք 2 կիլովատ, դառնում է 770 վատ։ Եկավ հոսանքը, միացավ հոսանքը, ավտոմատ ինքը միանում է, այսինքն փաստացի վերջ։ Հիմա այստեղ հայտնվելու է արդեն հոսանքը հանրային ցանցի, ինքը նույն ձևի սինխրոնիզացնում է հոսանքը ակումուլյատորների եւ այստեղ արևը անջատեց, սինխրոնիզացրեց, հիմա բեռը կավելանա, տեսեք արդեն 2500 վատ դարձավ, 700 վատից միանգամից բարձավ պիկային հզորությանը։ Ու սկսեցելի նույն ձևի աշխատել։ Հիբրիդային արևային կայանների առավելությունը նաեւ նրանում է կայանում, որ իր մեջից, իր ծրագրային ապահովման մեջից կարող ենք ընտրել առաջնահերթությունը ում տա սարքավորումների ծախսին, ակումուլյատորներին, թե հանրային ցանցին ուղարկելու։ Եվ դրանից բացի նաև իր մեջ կա մի հատ նոր ISTB S-կլասի, այս բարձրակարգ կլասի ձեր տրամադրված ինվերտորների մեջ կա նաև հնարավորություն կուտակիչի տեսակի ընտրության, որովհետև յուրաքանչյուր կուտակիչ աշխատում է իր ալգորիթմով։